Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, այսօր թույլ տվեք անցնել ձեր նամակների քննությանը, որը դրված են երեկվա հաղորդումների տակ, որովհետև մարդիկ կան, որոնք հարցեր են տալիս, եւ պետք է ես ինձ թույլ տամ շեղվել ընդհանուր կուրսից, չնայած կբռնվենք իրադարձությունների ընդհանուր վիճակը հասկանալու մեջ, բայց այստեղից թող բխի մեր ճշմարտությունները, որի մասին ես ձեզ հետ խոսում եմ։ Ուրեմն դուք ինքներդ կարդում եք արդեն ինչ է գրված սայթի վրա, ես էլ այսօր կարդացի այդ նամակները եւ ուշադրությունս գրավեց Աքսել անունով մի անձնավորություն, որը հայերենով գրել էր եւ կարդացի։ Մինչեւ այդ ասեմ, որ Տիգրանը, որը Գերմանիայից է նայում, եւ Սմերջը, որը որ ձեզ ծանոթ է, դրանք չեմ կարդա, իհարկե, որտեղ ժամանակ չկա, պետք է պատասխանվի դրանց։ Միայն Տիգրանին կասեմ, որ շատ է խորացել Տիգրան արխիվների մեջ, ուղղակի, որ ասում ես 2006 թվականի, եթե չեմ սխալվում, ինչ որ հուլիս ամսվա այսինչ հաղորդումը չկա, ին վրա մի սարսափելի բան է գալի, դες, ասում եմ, թե վայ, այդքան մարդ կմտնի այդ տեղերը, որովհետև այդ տեղերում ես էլ չեմ հիշում ինչ է կատարվել, արդեն 2 տարի է անցել, որովհետև հաղորդումները սկսվեցին առավոտով 2006 թվականի մայիսից, ես արխիվի մեջ տեղադրեցի ձեռքից տակ եկած 2 ամսվան ամենօրյա հաղորդումները, հետո չեմ հիշում արխիվի դրությունը ինչպիսին է, ես կանդրադառնամ դրան եւ կփորձեմ հաջորդաբար 8 ամսվա նյութերը տեղադրել արխիվում, որտեղ 8 ամիս 2006 թվականի մայիսից մինչև իմ սրտի հետ կապված հարցերը ամեն օր հաղորդումներ են եղել, որից հետո եղավ 6 ամիս ընդմիջում, մենք սեպտեմբերի 1-ից նույնիսկ ավելի շուտ, հունիսին էր, մայիսին էր, ես նորից սկսեցի ինտերնետային հաղորդումները, դրանք կան, բայց որ 3-4 ամսվա չկա, դա փաստ է, իրոք հուլիս ամսվանից կարծեմ ինչ որ չի տեղադրված։ Կփորձեմ դա տեղադրել, տեղակ կպահեմ, բայց ինձ մի շտապեցրեք, որովհետև օրվա հաղորդումները կարծում եմ ավելի հերատապ են։ Ուրեմն անցնեմ Աքսելի նամակին։ Բարև ձեզ հարգելի պարոն Ստեփան Քիրիմջյան, ուզում եմ խնայել ձեր ժամանակ, ինչպես տեսնում եք, ժամանակը ձեր տրամադրության տակ է։ Հնարավորին չափ լինել հակիրճ, եթե ստացվի։ Ձեր վերջին հաղորդման ժամանակ հարուստ հայերի մասին արտահայտված միտքը ինձ հիշեցրեց Սերժ Սարգսյանի նախընտրական առաջին հոդվածը, որտեղ նա արտահայտում էր նույն մտքերը։ Ես ասեմ, որ Սերժ Սարգսյանի նախընտրական, հետընտրական որևէ հոդված չեմ կարդացել եւ այդ հոդվածներով իմ մոտ չեմ առաջնորդվում երբեք։ Իմ գաղափարները դնում եմ ու գնում եմ։ Ոչ մեկին չեմ ասում, սա ինչ ասեց, նա ինչ ասեց։ Սերժ Սարգսյանը ինչ կարող է, ասենք, ինձ սովորացնի։ Այն ինչ որ կա իմ մեջ է։ Նա պետական կառավարման համակարգերի մեջ իր գործը գիտի, ես էլ իմ գաղափարական վերլուծությունների մեջ իմը գիտեմ, բայց ես երբեք նրանից չեմ օգտվի, բայց որ ասում եք, որ նա ասել է, ուրեմն մեր մոտ ինչ որ ընդհանրություններ կան, թող լինի։ Ուզում եմ ասել, որ չեմ կիսում նման մոտեցումը մի պարզ պատճառով, ասում է Աքսելը, այսօր փաստացիորեն սովորական հաշվարկներով ապացուցված է, որ ինչքան շատանում են հարուստները, այնքան շատանում են աղքատները։ Բոլոր երկրներում մենք բացառություն չենք։ Ինչ վերաբերում է այն մտքին, որ Ծառուկյանը կամ այլ հարգարժան գործարար պիտի իմ որդուն կրթության ստանալու համար փող տա, ես դեմ եմ նման մոտեցմանը։ Չեմ ասում, թե հեքիաթ է, կարևորը դա չէ, կարևորը մոտեցումն է հարցին։ Գուցե առաջին հայացքից թվա սենտիմենտալ, բայց հեչ սենտիմենտալ չէ։ Ես համարում եմ, որ դա ջնջում է մարդուս մոտ ամենավերջինը, որը փողով չի ձեռք բերվում, արժանապատվությունը, այն ամենակարևորը, որ հանդիսանում է ազգի եւ պետության հիմքը։ Հնուց է հայտնի, եթե ուզում եք քանդել պետությունը, զրկեք մարդկանց բարոյականությունից, իսկ բարոյական մարդը պետք է արժանապատվություն ունենա եւ այլն եւ այլն։ Եկեք, որպեսզի չծանրաբեռնեմ, ես հենց նախ միտքը հասկանալու վրա որոշ բացատրություններ տամ, հետո կընդհանրացնեմ։ Ուրեմն
պետությունը զրկեք բարոյականից եւ բարոյական մարդը պետք է արժանապատվություն ունենա։ Նա այստեղ արծարծում է Աքսելը, թե հնուց հայտնի է ինչպես են քանդում պետությունը։ Ուրեմն պետության քանդելու տարբեր տեսակներ կան, տասնյակ տեսակներ կան, միգուցե հարյուրավոր, չգիտեմ, մինչև համաշխարհային տիեզերական աղետները վտանգի տակ են դնում պետության գոյությունը, նայած մետերոիդը մոտիկ կխփի, թե հեռու կխփի, երկրաշարժերը հեռու կլինեն, թե չէ, պատկերացրեք այդ բոլորից սկսած մինչև հասարակական քաղաքական ցնցումները կարող են պետության վերջը տալ։ Դա ուրեմն դրա մեջ մտնում է նաև այն ինչ որ Աքսելն է ասում, դրանցից մեկն է։ Ինչ եմ ուզում ասեմ, կարճ ասած, այսպես կլինի։ Ես իմ որդուն ավելի լավ է ուղարկեմ բանվորություն անելու, քան թե նրա մեջ սերմանեմ նման միտք, որ իր մասին կարող է մտածել ու իր ապագան ապահովել ոչ թե իր հայրը, ոչ թե ինքը, այլ մի բարի գործարար։ Ես սա համարում եմ ճորտատիրական հոգեբանություն, քանզի մարդը ինքն իր վրա էլ հույս չի դնի։ Հիմա պետք է ասենք, եթե ձեր որդուն, Աքսելին եմ ասում, ուղարկում եք բանվորության, հապա դուք չհամարեք, որ բանվորությունը ճորտատիրությունից հակամետ ճանապարհ է եւ ձեր տղան բանվորություն անելով ազատ է քեֆը ինչքան ուզի այնքան բանվորություն անի, երբ անի։ Նա փաստորեն վարձու ճորտատիրական, այսինքն ինչ է նշանակում վարձու ճորտատիրական։ Այսինքն այն աշխատանքը, որը բանվորությունն է, որ պիտի անի ձեր տղան, կապված չէ իր ստեղծագործական մոտեցումներից։ Նրա աշխատանքը վարձատրվում է, բանվոր է։ Եվ նա պիտի անի այն, ինչ որ իրեն ասում են կամ գործատերը, կամ վարպետը, կամ ճորտատերը։ Ուրեմն բանվորությունը մի դարձրեք հովերգություն, որ եթե ես բանվոր եմ, ապա ազատ եմ։ Ուրիշ բան է ասենք, եթե գնանք դեպի անասնապահություն կամ չոբանություն, այսինքն հետ մարդկության դեպի մոտենանք քարե դարին, որտեղ մարդը ազատ էր, իր սնունդը պիտի հայթայթեր անասնապահությամբ, երբեմն էլ ինչ որ հարմար տեղերում բանջարաբուծությամբ, բայց նա ազատ է։ Ես չեմ հասկանում բանվորությունը, Աքսելը նկատի ունի ազատ բանվորությունը, որտեղ իր աշխատանքի արդյունքները ինքն է ստեղծում, ինքն է ճորտատերը, կառավարիչը, հովիվը տնտեսության վրա, բայց սա կոչվում է, գիտեք, չէ՞ ինչպիսի տնտեսավարման մեթոդ, այսինքն ազատ, անկախ, արժանապատիվ, բայց արի ուտես, որ այդ տեսակի տնտեսավարման, այս տեսակը, որը նա ասում է, որ է ձեզ բացատրեցի, արտադրողականություն չի ստեղծում։ Սա իր դևիզը կամ դրոշը պետք է ունենա քրիստոնեության այն դրվածքը, որ մի մտածիր վաղվա օրվա մասին, որտեղ 6.5-7 միլիարդ, հետո 8-10 միլիարդ կհասնի բնակչությանը կերակրելու համար, հիմա եթե նայեք, ովքեր ապրում են Ամերիկայում, դուք կտեսնեք ինչ է կատարվում, ինչպիսի տեխնոլոգիաներ են մշակում, որ շուտ հասնի, շատ բերք տա, քիչ աշխատանքի ծախսումը լինի, բանվորական ծախսումները քիչ լինի, նույնը գյուղատնտեսության մեջ, նույնը նախապահության մեջ, ամենուր եք։ Հիմա հազարավոր կովեր առանց հովիվների, որ մտածում եք հովվերգություն լինի, պարկեք հովի տակ շվի նվագեք, այդպիսի բան չկա։ Հազարավոր եղջերավոր անասուններ, անտեր, փշալարերով կանաչ տարածքների վրա, որը մի անգամ ցանում են, մի անգամ ջրում են կամ ավտոմատ է ջրվում, ապրում են եւ դրա պատճառով է մսի գինը այդքան էժան, որ երբ ուզես միս կուտես, հավ կուտես, ձու, ինչքան ուզես, հրդկահավը թափածա, պրոտեինի պաշարները թափածա, իսկ այն եղանակը, որը դուք բարոյականությամբ մարդուն արժանապատվությամբ ուղում եք ազատ բանվորություն դեպի սարերը, դեպի քրտական, ասենք, աշիրյատները, որտեղ ազատ են մարդիկ, միայն շեյխին են ենթարկվում մի փոքր։
Սրա արտադրողականությունը ինչպիսին է։ Ավելի շատ գելն է ուտում, քան թե մարդը։ Գյուղերում, որոնք ձեր ասած ազատ եւ վիճակում են, միսկ եփ էին ուտում, երբ որ քարափից մեկի թոխլին կընկներ ոտը կջարդեր, այդ ժամանակ արագ այդ միսը բաժանվում էր գյուղացիներին եւ դրանով համ վնասն էր հատուցվում տիրոջը, համ էլ իրենք միս էին ուտում։ Էս էր վիճակը։ Բայց հիմա ասենք կապիտալիստական հարաբերության տնտեսության զարգացման հետ առաջացան արագագործ տեխնոլոգիաներ։ Հիմա կարելի է այսօրվա մարդուն համեմատել ձեր ասած ժամանակների հետ 200 տարի առաջ, 300 տարի առաջ։ Ասենք 200 տարի առաջ, եթե միայն սան հանգույց կարող էին ունենալ, Աստված գիտի ունեին, չգիտեին Պետրոս եւ թագավորը կամ Անգլիայի թագուհին թագավորը, հիմա ամեն մարդ ամեն ինչ էլ ունի տան մեջ։ Ուրեմն այս պրոգրեսները, որոնք իրենց պատճառ իրեն թելադրում են, թե մարդը ինչ կեցված պիտի ընդունի տվյալ պահին, բերում են նրան, որ նոր մոտեցում եւ ձև պիտի մարդը ворթեգրի, անկախ նրանից հայա, վրացիա, ադրբեջանցիա, թե ինչա, հետ մնալ նշանակում է մահանալ, ճանապարհ չկա։ Իսկ այդ ասենք սենտիմենտալ բառը, որ օգտագործել է, այսինքն սենտիմենտալությունը, որը կա, ես գտնում եմ, որ իհարկե սա լավ, բարի հոգու, մտածող, ցավող հոգու արտահայտություն է, բայց ես շարունակեմ անցնել առաջ։ Ինչ եմ ուզում ասեմ, կարճ ասած, այսպես կլինի, ես իմ որդուն ավելի լավ ուղարկեմ բանվորություն, սա կարդացել էի, մտածել ապագան ապահովել ոչ թե իր հայրը, ոչ թե ինքը, այլ մի բարի գործարար, չէի ուզի, որ այդպես լինի ասում։ Եվ ես սա համարում եմ ճորտատիրական հոգեբանություն, քանզի մարդը ինքն իր վրա այդ հույսը չի դնի, չնայած մատս դնեմ, որ չկորցնեմ, ճորտատիրական հոգեբանության հետ, որ ճորտեր ասում եք, չէ։ Դուք չպատկերացնեք, թե ասենք ստրկատիրական հասարակարգում կամ ճորտատիրական հասարակարգում, որ մեզ նկարագրում էին բանը մտրակը ձեռներին, ճլերտ խփում էին, աշխատի չքնես, այդպես բան չի եղել։ Հասարակական զարգացման հերթական էտապում, ստադիայում, մինչև վարձու բանվորի կամ աշխատավորի հասնելը, աշխատանք կատարողները անցան մի քանի էտապներ, ասենք ռազմագերիների կամ հարևան ցեղերի գերիների մարտորսությամբ, դրանց աշխատացնելու, փող չտալու գաղափարը, էժանա, չէ, բռնում ես, պահակ ես դնում մի հոգի 3 հոգու վրա, ձեռները ոտերը կապում ես, ասում ես քաշի, ցանի, կթի, չգիտես պահի եւ այլն։ Էսի ստրկատիրականն էր, բայց ստրկատիրական ֆորմացիայից, բարձրագույն ֆորմացիայից, որը տվեց հռոմեական կայսրությունը, այսօր պետական, բյուզանդական կայսրություններ են կոչվում դրա, կամ ղեկավարման համակարգեր են դրանք։ Այդ ստրկատիրական համակարգը, բյուզանդական կամ հռոմեականը, տվեց կառավարման այնպիսի սիստեմներ, կառավարման, պետական կառավարման, տնտեսության կառավարման, այդ փիլիսոփայությունն ու գիտությունը չեմ ասում, ստրկատիրական հասարակարգը, որ մինչև այսօր կիրառվում է։ Այսօր դեմոկրատական բաներ ենք խոսում, պետական ամերիկյան համակարգեր ենք խոսում, Եվրոպա, ESCOM ենք, այս ինչ բան է։ 2000 տարի առաջ դա հռոմեական կայսրության ստեղծած պետական կառավարման համակարգերն են։ Մարդկությունը բան չի ստեղծել դրանից հետո։ Հեղափոխությունները փաստորեն մեկը մույսին խաբեությամբ տվին ջարդին ESCOM, վերջը եկանք հայտնվեցին որ իրադրության մեջ, որտեղ հռոմեական կառավարման համակարգերն են։ Այս պահին հեռու չգնանք։ Հիերարխիկ նույն վիճակն է, բայց իհարկե քեզ պլետով չեն ծեծում, ոնց որ մեզ նկարագրում են ստրկատիրական, բայց կան օրենքներ։ Ես ձեզ ասեմ հետևյալը. հռոմեական կայսրության ժամանակ ստրուկների վերաբերյալ, ստրուկների եւ ստրկատերերի վերաբերյալ կային օրենքներ գրված այդ հրաշալի պետության մեջ, որտեղ ասում էր, քանի որ ստրուկները ինչպես էին ծնվում,
Ստրուկները ծնվում են ռազմագերիներից։ Ստրուկների բազարը, շուկան, ամեն ինչը պատերազմների ժամանակ ռազմագերիների առու վաճառք էր։ Այն մարդը հռոմեացի քաղաքացին, ազատ քաղաքացին, որը որ շատ ռազմագերի ուներ, նա շատ ստրուկ ուներ։ Իսկ ռազմագերիների շուկան բերում էին զորավարները, Պտղեմիոսը, Ճրտեմիոսը, Մլան, ամենը, որոնք որ հայրենիքի կամ պետության շահերի մասին էին մտածում, որոնք խախտում էին այդ ռազմագերիները պետության անդորրությունը սահմաններում կամ նրանից մի 1000 կիլոմետր են կողմ հարկ չէին տալիս։ Այս միջոցներով, բայց հռոմեական քաղաքացին ստրուկ ունենալու իրավունք ուներ։ Տանը ով պիտի ճաշ պատրաստի, ով պիտի երեխաներին տանի, բերի, լողացնի, ծաղիկները ջրի, այն ինչ որ հիմա մեքսիկացիները անում են այստեղ։ Տարբերությունը ո՞րն է, որ մեքսիկացիներին փող է տրվում, իսկ այն ժամանակ փողի ինչ աներ ստրուկը, երբ որ ստրկատերը իրան պահում էր, հավել էր տալիս, միսել էր տալիս, հետևում էր, որ հանկարծ չնիհարի, չհիվանդանա, քաշի չընկնի, չէ որ իր տան մեջի գործերը նա է անում։ Հիմա ինչ տարբերություն։ Ինչ է նշանակում ազատ խոտ կտրող մեքսիկացի, որին տալիս ես $20 գալիս կտրում է, թողում գնում է, էլ դու պատասխանատվությունը ցերու ես, կամ ստրուկ մեքսիկացի, որը քո տանը մեջ պետք է նաև ապրի, որտեղ օրենսդիրը իր համար տուն չի տվել ավելի էժան շրջաններում։ Բայց տեսնում եք, համակարգը նույնն է։ Ուրեմն ստրուկի վերաբերյալ հռոմեական օրենսդրության մեջ այսպիսի մի կանոն կար, օրենք առաջին։ Ստրուկը մինչև կյանքի վերջը քո մոտ ստրուկ չի մնալու, օրենքի մեջ ասում է։ Եվ դու պարտավոր ես, եթե գնել ես ստրուկը, ասենք $1000, ծախս ես արել, չէ, ավտո ես արել, որ պիտի քշես այդ ավտոն, $1000 դաուն ես դրել, հետո քաշ ես վճարել, այդ ավտոյի վրա դու պիտի դողաս, թե պիտի դանակառած անիվները ծակես, կամ շարժիչի մեջ ավազ լցնես, յուղ պետք չի լցնել, ոնց պիտի անես, չէ, սերվիս պիտի անես, փող ես տվել։ Այն ստրուկները, որոնք քաղաքացիներ ունեին, աճուրդով են առել։ Օրենքները նայ, մեր ամերիկյան աճուրդային կամ կապիտալի աճուրդի համակարգը։ Ստրուկ, ատամ 18 տարեկան, ատամները շատ լավ է, ոնց որ ավտոյի աճուրդներում են անում։ Նայեք, մի հատ պտտվի, պտտում է, լա մկանները տեղն է բան, լավ է բան, $100, 150, 200, 300, նայած, ինչքան դուր է գալի, ազատ, դեմոկրատիա, 1000, շեղ, առանք, հաջորդը, ոնց որ ավտո դիլերները գնում են, աճուրդներից առնում են, բայց երբեք չեն մտածում, չէ, առնեն, բերեն, ծեծեն, ջարդեն, արդեն փող են տվել, այդպես էլ ստրուկը գին ունի հռոմեական կայսրության ժամանակ, ինչքան էլ լենինյան հեղափոխականները ասեն, որ ստրկատիրական հասարակական դրեց մարդու կողմից մարդու շահագործման էս ինչ են, ինչ է, հա, բայց դու ասում ես սպասի, բայց օրենսդիրը տեսնենք ինչ է ասում, այդ էս ինչի դեմ։ Եվ օրենսդիրը ասում էր հռոմեական, եթե դու ստրուկին պահում ես մոտդ եւ իր այդ անմարդկային ես վերաբերվում, եթե հանկարծ կառավարությունը իմացավ, այսինքն դու ոչ թե առել ես ապրանք, որ մարդկությանը, հռոմեական պետությանը պետք է, այ դու առել ես սադիստ ես, չգիտես ինչ ես, քեզ կպատժեն, հենց այդպես չի մնա, քո սեփականության իրավունքը չի։ Բացի դրանից, օրենքն ասում է, առար այս մեքենան, առա 20 տարից հետո, 20 տարի հետո պետք է ազատություն տաս։ Ինչպես հիմա ամերիկացիները կամ մերոն կամ Եվրոպայում ասում են, այս մեքենան առար, հա։ 20 տարի հետո, որտեղ ես գազա թողելու միջավայրը կեղտոտու, պետք է տանես ջանքերտ հանձնես։ Մենք կնայենք թիվը կամ 30 տարի հետո, տեսնենք, որ այդ մեքենա թինա, կասենք, ես ինչ խաբար է, իրավունք չունես, հետևաբար ստրուկը ազատություն ստանալու իրավունք ունի։ Բայց ժամանակ է ուզում։ Բայց ինքը գիտի, որ իրան պիտի ազատություն տրվի վերջը։ Եվ այն ստրկատերերը, որոնք կխաբեն, այդ օրենքը չեն կիրառի, կպատժվեն պետության կողմից։ Տեսեք ինչ ընդհանուր գծեր կան։ Բացի նրանից,
Ստրուկին էլ տվել են մի հատ իրավունք։ Ինքը ստրկատիրոջ հետ ապրելու ժամանակ ինքը զգում է, որ այս ստրկատերը իրան ազատություն չի տալու։ Ինքը զգում է տես մի բան վերաբերմունքից, բանից է, եւ եթե զգում է, ապա օրենքին կարող է դիմի եւ պահանջի, տեսեք ուր է հասել ստրկությունը, որ չէ որ ինքը սեփականություն է, բայց մարդը պահանջի, որ իր տերը իրան վաճառի նոր տիրոջ, չնայած ինքը ազատություն չի ստանում դրանից, բայց ասում է այս տիրոջս փոխում եմ։ Ասենց օրենքներ են եղել։ Մենք իհարկե չգիտենք, մեզ չեն բացատրում մարդկությունից, բանից չեն, որովհետև ինչու, որովհետև մեզ մանկության տարիներից մի հատ լենինիզմ, բոլշևիզմ, չէ, մի հատ հիվանդություն կա։ Հարուստների դեմ ատելություն, դրանք մեր դասակարգային թշնամիներն են։ Այրուն ծծողներն են դրանք մեր։ Նրանք չնայած երեք մեր իրը միասին են խաղում, ինքը հարուստ է, բայց դու իմացի, իմ մեջ էլ է նստած է, գիտեք որ սենց հեշտ հետ խոսում եմ մտքիս մեջ կամ էությանս մեջ հակասություն չունեմ դրանց հետ, որ ասեք ինչի, բացատրություն չունեմ, բայց դպրոցում, մանկապարտեզում, ինստիտուտում մեզ ցույց էին տալիս, որ հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում դա հարուստների դեմ է եղել։ Այդպես էին ասում։ Եվ մենք էլ հավատում ենք, որ մեր ամբողջը, իսկ հիմա մենք ենք երկրի տերը, բանվորներս, ինչ մերն է, բայց զգում ենք, որ մենք տերը չենք, ես էլ մի ուրիշ բան, բայց ասում են, չէ, պետք է զգաք, որ դուք եք տերը, ու ազատություններդ սահմանափակված, այս խառը վիճակների մեջ հիմա Աքսելի նամակն եմ գրում, կարդում։ Լավ գիտեք այն ասացվածքը, թե մարդը կյանքում ինչ պիտի անի, տուն սարքի, ծառ տնկի եւ որդի մեծացնի։ Էս է մարդկության գաղափարը։ Տուն սարքի, ծառ տնկի ու որդի մեծացնի։ Ձեր ասացի դեպքում սովորական մարդուն մնում է մենակ մի ծառ տնկի, կանգնի գրախ, մնացածը կանեն հարուստները։ Բա դա եղավ հայերեն հարցական։ Հիշեք ձեր մեկնաբանությունը անառակ որդու պատմության մասին, այս հարցում ձեր դեմ է խոսում։ Ճիշտ ասած չգիտեմ որն է, ինչն է իմ դեմ խոսում, բայց երևի։ Ասեմ, որ նման մոտեցմանը լավագույն դեպքում կարող եմ արձագանքել մի պայմանով, որ դա պետք է կրի շատ կարճ ու ժամանակավոր բնույթ։ Եվ այդ հարուստները պետք է իրենց բարերարությունը դարձնեն ոչ թե օրինաչափություն, այլ պատերազմական վիճակում գտնվող երկրում յուրայիններին օգնություն ցուցաբերելու կարողություն, եթե կարող են, պիտի անեն, ինչպես կռվի դաշտում կօգնեին յուրայիններին, կամ եթե մարդը բարեգործությամբ է զբաղվում, թող զբաղվի, դրա վրա հենվել պետական հարցերը լուծելու համար անընդունելի է մարդուս համար, անընդունելի է, մեզ ողորմություն պետք չէ, մեզ հնարավորություն է պետք մեր գլխի ճարը տեսնելու, եւ մենք կտեսնենք, հաց չէ, քարից հաց քամող ժողովուրդ ենք, իսկ օգնության փողերով ավելի լավ է թող հարուստները ստեղծեն պետբյուջեին զուգահեռ բյուջե, տրամադրեն պետությանը եւ պետությունը մտածի իր քաղաքացու մասին, որովհետեւ եթե մի հանճարեղ երաժիշտ կանգներ օպերայի դուռը ու Ծառուկյանին հայոյեր, որն այդ տաճարում ձյուդոյի մրցում է անցկացնում, օպերայի տաճը, այսինքն օպերայի շենքը տաճար է անվանում, այսինքն մշակույթի տաճար, որտեղ չիո սան են երգում, Անուշի հետ միասին, օպերայի, եւ բալետ են պարում։ Հետևաբար այնտեղ ձյուդո անցկացնելու իրավունք չկա։ Որտեղ ձյուդոն արտասահմանյան մարզաձև է եւ բայց երևի կող հայկական կարելի է անցկացնել, բայց ձյուդո չի կարելի, այսպես եմ ես հասկանում։ Իսկ հանճարը Ծառուկյանը հայոյեր եւ նա տաճարում ձյուդոյի մրցում է անցկացնում, իսկ հանճարը իրավունք ունի հայոյելու, հանճար է, մեծատառերով է գրված սա, ով գիտի ինչու է հայոյում հանճարը, չեք կարծում հանճարը, եթե սկսեց հայոյել, դա անճարությունից է հայոյում, թե չէ հանճարը ժամանակ չունի մարդկանց հայոյելու, բայց եթե
անճար հանճարա, արդեն դրա ձեռից պրծում չկա։ Այդ դեպքում կասկածում եմ, որ Ծառուկյանը նրան կֆինանսավորեր։ Իհարկե պետք է կասկածես, կասկածը շարժիչ ուժ է համարվի հեղափոխության մեջ, որ նա սովորի, հələ մի հատ էլ թիկնապահ վզակոթին, ինչ լավ է գրած, թիկնապահ վզակոթին այնպես կտար, որ այդ երաժիշտը կդառնար մասաժիստ։ Թեման շատ երկար է։ Սա հարցերի հարցն է, ով պիտի հաց բաժանի, ում պիտի բաժին հանի, սա ամենակարևոր հարցն է եւ պետք է ունենա անխոցելի լուծում, անխոցելի լուծում։ Սովետի ժամանակ էլ էին մեր մասին մտածում, ինչ դուրս եկավ դրանից։ Որպեսզի խոսքս միայն քննադատություն չլինի, ասեմ իմ առաջարկությունը, հետաքրքիր է, հիմա առաջարկությունը։ Ըստ իս մի ելք կա, օրենքի դիկտատուրա, համատարած սաբոտաժի հետապնդում, խիստ պատիժ կաշառակերության համար, աններելի մոտեցում չինովնիկներին իրենց դիրքը չարաշահելու համար, մանր բիզնեսին օգնություն, մնացածը ինքն իրեն կկառուցվի։ Ծրագիրը արդեն առաջարկում ակսել է, հետաքրքիր է, չէ՞, լսում եք, նորից եմ կարդում, օրենքի դիկտատուրա օրենքի, այսինքն դիկտատուրա, որ ասում եք օրենքի, օրենքն է, օրենքը բոլոր պետություններում արդեն դիկտատուրա է, օրենքից ոչ ոք չի կարող փախչել, եւ պիտի ենթարկվի, որովհետեւ դա հասարակական կոնտրոլի կամ ապահովության ձև է, չես կարող։ Համատարած սաբոտաժի հետապնդում, ում նկատմամբ սաբոտաժ, պետության նկատմամբ, բանակում, տնտեսության մեջ, սաբոտաժը նա է քայքայիչ աշխատանք տվյալ, ասեք, կառույցում, դա կարող է լինել պետական համակարգում, տնտեսական համակարգում, մշակույթի մեջ, այն ինչ որ կազմում են, ասենք, հասարակական հիերարխիկ հարկերը, այդտեղ սաբոտաժի ակնարկում, որ նշանակում է քայքայիչ աշխատանք։ Հիմա ես չգիտեմ, սաբոտաժի հետապնդում բոլոր տեղ երևի։ Okay։ Խիստ պատիժ կաշառակերության համար։ Կաշառակերությունը նախ բանաձևում է հետևյալ կերպ։ Ինչ բան է կաշառակերություն։ Կաշառակերություն։ Օրենքի խախտում առանց վճարելու վնասները։ Կաշառակերությունը այդպես է, այսինքն օրենքով պայմանավորված վնասները։ Եթե դուք հարվածել եք մի հատ պատ եք քանդել, օրենքով պիտի այդ պատը շարեք, վնասը հատուցեք, բայց տիրոջ հետ հարաբերվելու փոխարեն դուք հարաբերում եք ոստիկանի հետ, իրեն տալիս եք այդ վնասի 1/10 մասը եւ ինքը գրում է, որ ինքը չի տեսել, թե ով է քանդել այդ պատը։ Օրենքի, այսինքն խարդախում, կաշառակերությունը այդտեղից է գալ։ Եվ մնացածը, բայց մերոնց մոտ այդ ճանապարհով չգնաց կաշառակերությունը, գնաց արևելյան բախշիշ կամ շնորհակալություն կամ բարոյականության, մարդու արժանապատվությունը, մարդու ունակությունները գնահատելու եւ նրան պատվելու ճանապարհով գնաց կաշառակերությունը։ Այսինքն դուրս է գալիս, որ կաշառակերությունը, ինչպես եւ կրոնի մեջ հավատքի նկատմամբ մոլեռանդությունը նույն վնասակարություն ունեն։ Եթե նայենք հունական փիլիսոփաներին, որոնք բացատրում են հավատքի կրոնի վերաբերյալ, թե ինչ բան է մոլեռանդություն, ինչ բան է հավատք, ինչ բան է անհավատություն։ Այսինքն անհավատությունը եւ մոլեռանդությունը հին հունական փիլիսոփաները դրանք հավասար ասում են բաներ են, չարիքներ են մարդկության համար։ Որտեղ մի դեպքում ընդհանրապես ճշմարտության վերաբերյալ ոչինչի չի ուզում օգտվել, իսկ մյուսը ճշմարտության հասնելու համար պատրաստ է աշխարհը քանդել։ Այս երկուսն էլ բացատրվում է, որ վտանգավոր են։ Այս դեպքում կաշառակերության վերաբերյալ պետք է ասել, կաշառակերությունը դա արդյոք մարդու կողմից սրտից բխող շնորհակալական խոսք է, թե մարդուն մոլեռանդաբար շահագործելի աղբյուր, նրան նկատմամբ կատարված
ծառայության փոխարեն։ Այս խտացումները այդքան հեշտ չի, որ իրարից անջատեք, որտեղ մարդու էության մեջ դրանք իրար հետ հանդիպում են, ինչպես անհավատությունը եւ մոլեռանդությունը հավատքի նկատմամբ։ Եթե կաշառակերությունը Միացյալ Նահանգներում կամ կապիտալի աշխատում բերված է միջնային կետի վրա, որը նշանակում է ռեստորանում եթե հաց ես ուտում, թիփ պիտի տաս, եւ օրենքով սահմանած է ծախսված սերվիզի, ասենք 5-ից 10%, 15%, այդպիսի թվեր կան օրենքով սահմանված, եւ դու կարողա չտաս թիփը, որտեղ ես կանգնած, անհավատության մեջ չես տալիս, չեմ տալիս, ինչքան գրածա գնացակով չեմ տալիս, թե մոլեռանդության մեջ, որ ասում ես 3 ռուբլու դոլարի կերել եմ, եսե քեզ $20, որովհետև ես կարամ տամ, ու դու ստիպում ես, որ արդեն սկսվի կաշառակերություն եւ այս մարդը, որը սերվիզ էր անում, արդեն սկսի իր մեջ զարգացնել կաշառակերության նոպաներ, դու ինքը տարեցի, տեսեք ինչքան բարդ վիճակ է այս համակարգը, կաշառակերությունը հասարակական չարիք չի, որ մենք դրա պատճառով գնանք հասարակությունը քանդելու, հասարակությունը մարդու ինքնությունը, կաշառակերությունը, արտահայտման չչափաբերված արտահայտությունն է, մոլեռանդությունը, որը նեղում է նրանց, որոնք որ չունեն այդ կարողությունը։ Այնպես ինչպես, եթե հանկարծ ձեզ տուն գան հավատացյալները, ինչպես Եհովայի վկաները, ամեն օր զահլատ անեն, թե այսօր պիտի գաս առավոտը պատարակի, հետո գքաս կհանգստանաս, մի հատ չայ կխմես, հետո ժամը 1-ին անպայման պիտի գաս զանգերի ղողանջը լսես, հետո պիտի էլի գաս 4-ին արևամուտն ենք նշելու, բայց դուք կասես դեստեից փախեք, բայց երբ որ էսի չկա ձեր վրա, դուք հավատացյալ եք, հասկացաք, չէ, ինչա նշանակում մոլեռանդության մեջ լինել, եւ այն մարդը, որը որ կաշառքներից տառապում է, միայն նրա համար, որտեղ ինքը չունի, իր փողերը հաշված է, նվիրատվելու, իրեն սերվիզ անելու համար, գնացիր գործկոմ մի հատ տեղեկանք ես ուզում, Ամերիկայում ասում են, տեղեկանքի համար պետք է վճարես $78.55, գնում ես դու մեր գործկոմը ձրի է, բայց քեզնից ընենց են անում, որ 5 ռուբլի տաս էլի, դե չեն կարում էլ, ինչ-որ վիճակը վիճակ չի, դու էլ ասում ես կաշառք վերցրեցի, բայց դու կամավոր չես տա, բայց իրանք էլ չեն մտածի, որ իրանց ծառայությունների կամ պահպանման համար ինչ-որ օրենքներ սահմանեն, հիվանդանոց ես գնում, խնդրեմ, չեն մտածի, որ կույրաղիկդ որ հանում են, պիտի վճարես $18,000, իսկ որ սիրտդ մի բան եղավ, $170,000, մի գիշեր հիվանդանոցում մնալը $18,000, $12,000, որ ոչ մի բան չեն անում, ինչ-որ մի երկու հատ քույր, որ գալիս են ստից բաներ են անում, $10 ծառայություն, բայց վրա քո հաշվի վրա, որտեղ դու ինչ-որ ինշորանս ունես, դու ես վճար, կտարակացնեն այդքան մեծ գումար, վայ թե հանկարծ չունենաս, կործանված ես, մեր հիվանդանոցները, ասում են $500 պիտի տակ, սրան, նրան, որտից տակ, մենք $30 ենք ստանում, հետո բժիշկությունը մեր մոտ ձրի էր, չէ, հիմա էլ ցեն, ու սկսվում է կաշը, արժեքների անհամատեղություն, կաշառակերությունը ինչ է, ով կարա բանաձևի թե այդ ինչ բանա, բայց երբ որ $500 ուզում են Հայաստանում, որ այդքան պիտի անեն կույրաղիքի ապերացիան, ու դու $500 աշխատում ես մի օրում, ասում ես, ես ինչ լավ երկիր է, Ամերիկայից էլ լավ է, ամոթ է $500 հետ, մի հատ էլ ասում ես, $200-ն կետակ հաց կուտեք,
հետո մի հատ ծաղիկ ես բերում, հետո ասում ես ավտո ուղարկեմ տանեմ պտտացնեն։ Ինչ եղավ կաշառակերությունը որ կետի վրա է։ Կաշառակերությունը գործիք է եղել միշտ եւ կլինի հասարակական հարաբերություններում քաղաքական հարցեր լուծելու համար։ Բոլոր տեղերում։ Ամերիկայում կաշառակերություն կա, թե չկա։ Ասում է բռնված չէ, գող չէ։ Այստեղ։ Ամեն ինչ օրենքով, ոնց որ օրենքներ կախում, օրենքի դիկտատուրա, օրենքի դիկտատուրայի տակ է Միացյալ Նահանգներում։ Եվ այդ դիկտատուրան այնքան ծանր է, որ չեք կարող մի շերտը բացել ու նայել մեջում ինչ է կատարվում։ Կպտտվեք օրենքի շուրջը 1000 տարի ու չեք հասկանա, թե մեջը այդ դիկտատուրայի բուրգի մեջ ինչ է կատարվում։ Ոչ ոք էլ չի հասկանա, թե ինչու հանկարծ բլագները ուռացրած գլխում չգիտեմ ինչ կա չկա, Շվարցնիգերը պետք է դառնա Կալիֆոռնիայի նահանգապետ։ Ու ոչ մեկը ուղեղը չի հասկանա, սա արդար է թե անարդար է, որովհետև չեք կարող այդ դիկտատուրայի տակ բացել, ոնց որ Աքսելն է ասում, օրենքի դիկտատուրա, հա քեզ դիկտատուրա, մազել չես կարա մտցնել հասկանալու համար, թե Շվարցնիգերինով դարձրեց Կալիֆոռնիայի նահանգապետ, ինչու դարձավ, ինչ գործ ուներ, էս ոնց եղավ, ընտրակաշարք բաժանեց, թե արկղերի մեջ լցոնումներ կատարեցին, թե դիդորտները նայում էին դեպի արևածագը, այս հարցերը ձեզ չի վերաբերում, հարգելի Աքսել, դուք որ արդեն ընկել եք բաների մեջ, թե ստրուկտուրա եք առաջարկում, ամենալավագույնը հայկական պետականությունը ուր կգնա, Շվարցնիգերային նախագահական ընտրություններ կամ նահանգապետական ընտրություններ, դա ձեզ բավարարում է, պիտի ասեք այո, դե ուրեմն լավ մտածեք, իսկ ես անցնեմ ձեր վերջաբանին տենամ ինչ ասում, աններելի մոտեցում, չինովնիկներին իրենց դիրքը չարաշահելու համար, մանր բիզնեսին օգնություն, մնացածը ինքն իրեն կկառուցվի, այս ծրագիրն է իր, ահա ամենամեծ օգնությունը, որը ոչ մի հարուստ էլ չի կարող անել եւ հələ կարող է մի բան էլ աղքատանա, սկսել, նետ, որ ներողություն, գրված էր Աքսել Էստոնիայից, կարդացի սկսել Էստոնիայից, ասեցի ոնց է Էստոնիայից, ուրեմն Աքսելը Էստոնիայից է խոսում։ Շատ լավ է, Աքսել, շնորհակալ եմ նամակի համար, իհարկե շատ եմ ուրախ, որ այսքան նստել գրել ես եւ բավականին երկար, լավ էլ գրած է, գրագետ, նույնիսկ նյութ հանդիսացավ, որ ես անդրադառնայի դրան։ Ես իհարկե այդ հարցը չեմ փակված համարում, չփորեմ ավելի մանրամասը, որպեսզի դուք տեսնեք, հատկապես դուք, ձեր վրա ինչքան ուշադիր եմ այս հարցը, որովհետև ձեր հարցի մեջ մի քանի ենթատեքստեր կան, որոնք դուք փորձում եք թաքցնել իհարկե։ Հաշվի առնելով, որ սայթում նման ենթատեքստերի քննարկում չի լինում, բայց ես ողջունում եմ նորից ձեր գրված նամակը, անցնեմ հաջորդ նամակին, կանդրադառնամ ձեզ, հատկապես այսօր ձեր նյութի շուրջն է։ Այստեղ գրված է հարգարժան պարոն նորից, ես կարծում եմ ժամանակն է, որ ձեր կայքի մեկ կամ մի քանի ծավալուն էջեր նվիրվեն ՀՀՇ-ին։ Ձեզ եմ ներկայացնում Ակումբ AM ֆորումում 2007 օգոստոսին կատարած գրառումիցս մի հատված։ ՀՀՇ նախ վերծանենք հապավումը, ինչ է նշանակում այն, հայոց, այսինքն հայերի, հայության, ի վերջո համայն հայության, համազգային ամբողջ ազգի համար ընդհանուր, համընդհանուր, ընդունելի, շարժում, նվիրական գաղափարների շուրջ, համախմբում, քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների եւ ի վերջո ժողովրդի, հիմա տեսնեք, թե հայ ժողովրդի համար այս 3 ամենանվիրական եւ ամենաբաղձերի բառերից որն է համապատասխանում այսօրվա ՀՀՇ-ի հապավմանը։ Կտեսնենք, որ ոչ մեկը ՀՀՇ-ն հայոց
կոչվել չի կարող, որովհետև նրա համար հայ ազգային մտածողությունը կեղծ կատեգորիա է, եւ նա չի ընդգրկում հայության քիչ թե շատ նշмарելի մասը։ ՀՀՇ-ն համազգային չէ եւ չի էլ կարող լինել իր նեղ լիբերալ գաղափարախոսությամբ։ Լիբերալ նշանակում է ազատական, հիմնականում լիբերալ բառը օգտագործում են բուրժուազիայի նկատմամբ որակավորում հատկացնելիս, այսինքն լիբերալ ազատական, լիբերալ բուրժուազիա, ազատական բուրժուազիա, այսինքն որը չի սիրում սահմանափակումներ ազատության ճանապարհին, այսինքն ազատություն բառը երբ որ խոսում են միշտ չեն խոսում բանվորների մասին, որ բանվորները պիտի ազատ լինեն, գյուղացիներն ու ճորտերն, դա այդ ազատությունը չի, այլ ընդհանրապես խոսքը գնացել է մանավանդ վերջի մի քանի 100 տարի, սկսած ֆրանսիական հեղափոխությունից, որ արտադրողը պետությունից սահմանափակումներ խեղդումների մեջ չլինի, այսինքն բուրժուազիայի ճանապարհն է բացվել, բուրժուազիան չհասկանաք թշնամի մշտամի, կարող է դուք ըլեք, ես ըլեմ, են մյուսը լի, որը ինչ որ ծրագրեր ունի եւ արտադրողականության հետևից է գնում, սա է բուրժուազիան, ուրիշ բան չկա, փողը դնում է, մտածում է քիչ փողով շատ բան արտադրի, շատ շահույթ ստանա, շատ փող ստանա, հետո նույն բանը կրկնի, այս բուրժուազիայի հիվանդությունն է, դրանից ինքը հաճույք է ստանում, եկեք այսպես ասենք, դե մի քիչ էլ երեխեքին է տալի, կնոջը, գլխարկ-մրխարկ, տունն էլ ծառա մառայա պահում, այս եղավ բուրժուազիա, այն թվերից, բայց իրա ուշքն ու միտքը բոլորը քնած են, ինքը գիշերը լամպի տակ այն թվերում, նստած մտածում է, որ եթե այս մեքենայի փոկը մի քիչ լայնացնի, արագությունն էլ մեծացնի, արդյոք 10 հատ դետալ ավելի չի ստանա, այն բանը ղռացնում է հեռախոսը, գլխավոր ինժեներին զանգում ասում է, ղղելքդ ինչ ա կտրում, որ էսի անենք, գլխավոր ինժեները ասում է, չէ, չի լի էդի, ինչի է, մի քիչ լայնացնենք, արագությունը մեծացնենք, դե ինքը չի հասկանում, ասում է, որովհետև չի դիմանա փոկը, դե ասում է, ուրեմն այս վերջի փոկն է, չէ, ասում է, Անգլիայում մի հատ կա, որ այդ քո ասածը կլի, բայց թանկ է, կապիտալիստ, լիբերալ ազատականը, հո չի կանելու պետությանը հարցնի, ասում ես Անգլիայի հետ պետությունը վատ հարաբերությունների մեջ է, իմ փոկը չի տալու ինձ, ես հետ ամդեցանը, ես քո հերեկանից եմ, իրա պետությանն ասում, որտեղ իրա բազարը փակեց, այս խոսակցություններն է այդում ազատականության մեջ, եւ Անգլիային ասում է, որ ես օգնում եմ Անգլիային, որտեղ այս մեր պետությունը հետադիմական է, եւ կարա այս լիբերալ բուրժուազիան իր երկրում հեղափոխություն սարքի, այս մի փոկի եւ գլխավոր ինժեների տված հավաստացումների վրա, տեսեք ինչքան հետաքրքիր է աշխարհը։ Հիմա ես կարդում եմ, թե ՀՇ-ի վերաբերյալ, որ լիբերալ բառը օգտագործվեց գաղափարախոսությամբ, չէ երկար է լիբերալ գաղափարախոսությամբ, որն ընդունում են միայն այդ կուսակցության սակավաթիվ անդամների կողմից, ՀՇ-ն այդպիսի գաղափարախոսություն չի ունեցել։ ՀՇ-ի անդամները դրանք ինչ գաղափարախոսության մասին է խոսքը։ ՀՇ-ի անդամները ասեմ կաշառակեր դասախոսներ, թե չասեմ, չեմ ասում լավ, ձախողակ էժանագին գիտնականներ, հասկանալի է, պաշտոնի ձգտող կուսակցական գործիչներ, կոմսոմոլի կուսակցական, մեջները, ես ՀՇ-ի մեջ, ինժեներ մարդ չկա հասկանում եք, որ գիշերը պիտի իրան զանգի գործարանատերը և ասի, այս փոկը լայնացնենք, թե ինչ անենք, իքնել ասի, չէ, սենց հարցեր կա, այդ մարդը չկա ՀՇ-ի մեջ, ինչ որ տերտերներ կասկածելի, հոգևորականներ, մեռած գիտնականներ, բանասերների մի ամբողջ բանակ, բանասեր, արտասանում են, սրա նրա գրածը արտասանում են, ասում են, ինչ լավ է, ինչ լավ է, բայց մի հատ մեղ փետին չեն խփե, բայց ինչ լավ է, հոգևոր մշակույթային արժեքներ, սկվազնյակում խաչապուրի, կոֆե, պարապ-սարապ ֆրֆռալ, փող որից են հայթայթում,
անհայտ է, գցել սրան նրանից։ ՀՀՇ-ն սա է եղել։ Ինչի եք դուք ՀՀՇ-ին լիբերալ գաղափարախոսական ինչ որ չգիտեմ ինչ։ Այդպես բաներ չկան։ Սակավաթիվ անդամների կողմից։ ՀՀՇ-ի անդամները մեկ-մեկ թել-թել, քանի անդամ որ կա, սենց բերեք քաշեք, դրեք դեմս, ասեմ այսի իմս ասացի էսա, սա է, բայց ինչու, ինչ առավելություն, կամ ինչպես նրանք միասնության հասան ՀՀՇ-ի մեջ կամ ձեր ասած լիբերալ գաղափարախոսության, որովհետև մի բան եք մոռանում, հասարակության այդ շերտերի մեջ տեղավորված, այդ անբան շերտերի մեջ տեղավորված մարդիկ գրանցված էին ԿԳԲ-ի գործակալներ, ոչ թե անմեղ մշակույթի գործիչներ էին, այլ գործ տվողներ էին, պետական համակարգի մեջ ականջ էին, աչք էին, ուրիշ բան սրանց չի միավորել գաղափարախոսության շուրջը, որովհետև երբ որ եկավ պետությունը քանդելու հրահանգը վերևից, ըստ ցուցակների, սրանք արդեն հոգեհարազատ էին, եւ նրանց ասեցին, դու պիտի սրա հետ, դու սրա հետ, նրանք չգիտեին, որ ասենք, սա ով է, ընդդեից ասեցին, որ մի մտածի, սրա հետ դու պիտի աշխատես, այսինքն մեր մարդն է, ինքը գիտի, որ ինքը ով է, ուրեմն սա է, օքեյ, եւ այդպես, երբ որ այդ մարդիկ, ձեր ասած, լիբերալ գաղափարախոսությամբ, նստած էին Վազգեն Մանուկյանենց տունը եւ Ղարաբաղյան շարժում էին խաղում, նրանք հլը չէին բացվե ամեն մեկը թե ով է, բայց ներքին ձայնով գիտեին, որ իրենք են։ Լևոն Տեր-Պետրոսյանին բերող անձնավորությունը, որը կրեդիտներ ուներ այդ գործի մեջ, բերեց եւ ասեց. Լևոնը ձեզ հետ պիտի լինի։ Այսինքն ներկայացրեց այդ խմբին, որոնք մանր կաշառակեր գիտնական, էսկոմ, մենկոմ, դասախոս, իքիբիր, սեյեք մարդիկ էին, բերեց ներկայացրեց ամենամեծին, որը պիտի դառնար 90 թվականին Գերագույն խորհրդի նախագահ։ Ինչի մասին է խոսքը։ Եվ սրանց ցուցմունքները, ինստրուկտաժները բոլորը փակիչներով տված է։ Իրանք իրանց գլխից բաներ չէին հնարում, թե ինչ պիտի անեն։ Սահմանադրությունը դրսից բերված է, դրսից, եւ սահմանից հանձնված է ՀՀՇ-ին, որ իբր թե իրանք նստել են 3 օրում գրել են մի քանի տարբերակով։ Հետո Լևոնը դնում է քննարկման, ընդունում են, որը խիստ նման է Խորվաթիայի սահմանադրությանը։ Մեկը մեկին նույնն է, ոչ մի բան չի փոխված։ Էսելո Յաբլոչկովի մոմը չի, որ Ռուսաստանում ինքը հնարեց, թե Էդիսոնը Ամերիկայում հնարեց, նույն բանը։ Մտածեք, ինչի մասին է խոսքը։ Եվ ՀՀՇ-ին հայոց համազգային շարժում, այսինքն ինչքան հայկական կազմակերպություն կա, կուսակցություններ կան, տերտեր, մերտեր, ճեմարաններ, մեմարաններ, սրա անունը ամենաբարձրն է, եւ ինքը իր թևի տակ պիտի առնի բոլորին։ Մնացածները ձենները կտրեն։ Ձեր անուններն ինչ է, որ դաշնակցություն, Էն ինչ է, հնչակյան կուսակցություն։ Բայern Մյունխեն ինչ է, ինչ որ մի բարեգործակ, Բայern ինչ է, վարչական մարմին, չգիտես ինչ կազմակերպություն։ Էս ինչ անունները։ Հəl մի հատ ասա հայոց համազգային շարժում, մարմինը փուշ-փուշ է կայնում։ Համ մեջը հայոց կա, հեն էլ մի քիչ հին ոճով։ Սենց երկաթները ծռած, դարբնայ ձեռագործ։ Համ համազգային կա, համ էլ քնել մնել չկա, շարժում կա, Վարդանանց ամարայրի, ճակատամարտի նման։ Դե սրա դեմը խաղ չկա, եւ անունն է լավ հնարած, եւ մասնակիցներն են լավ պարող, մնացած անդամներին դուք ճանաչում եք։ Այնպես որ այս տեսական մոտեցումը իր նեղ լիբերալ գաղափարախոսությամբ, որն ընդունում են միայն այդ կուսակցության սակավաթիվ անդամների կողմից, այդպիսի բան չկա։ Միայն հայտնի է, որ այդ սակավաթիվ անդամներ կոչված 40%-ը հրեական ծագումներ ունեին։ Ինչ լիբերալ գաղափարախոսության մասին է խոսում։ ՀՀՇ-ն շարժում էլ չէ, այլ կուսակցություն։
դրան բնորոշ բոլոր ատրիբուտներով, որ ՀՀՇ-ն ինձ համար անհայտ պատճառներով դավաճանեց իր ստեղծման նպատակներին ու առաքինությանը իր համար անհայտ պատճառներով, լավ ինքնախոստովանություն է, բայց այսքան ասում եմ հլա անհայտ պատճառներ կան, որ նա հիմնադիր գաղափարական առաջնորդ Վազգեն Մանուկյանը զգալով այդ ամենը հեռացավ նրանցից ու դարձավ ընդդիմադիր առաջին հերթին հենց ՀՀՇ-ին, այս հարգելի սմերխ, այսպես է գրված, ես ձեզ պիտի կանգնեմ այդտեղ, որ դուք ասում եք, եւ ապացուցում է այն փաստը, որ նա հիմնադիր եւ գաղափարական առաջնորդ Վազգեն Մանուկյանը զգալով այդ ամենը հեռացավ նրանից, դարձավ ընդդիմադիր առաջին հերթին հենց ՀՀՇ-ին, այսինքն առաջի դարձի եկող գաղափարախոսը հենց ինքը ՀՀՇ-ն ստեղծողն է, այդպիսի բան լինում է, որովհետեւ ես չգիտեմ, ներևի նոր մարդիկ եք, ինչ եք, բայց էլի ասեմ, ես ձեզ բացատրեցի, որ ամբողջ տնտեսությունը քայքայում էր, հանցագործությունները անում էին Վազգեն Մանուկյանը, Աշոտ Մանուչարյանը, Արշակ Սադոյանը, Աշոտ Բլեյանը մի քիչ էլ, այդքան չէ, անուններ եմ տալի, Վանո Սիրադեղյանը հետո միացավ, Հրանտ Բագրատյանը հետո սկսեց ծաղծխել, դա լակոտի մեկն է, նրան բանի տեղ դնող չկա, Վազգեն Մանուկյանը կաթողիկոսն է եղել ՀՀՇ-ի, եւ ինքը թքած ունենար եւ ազգային ժողովի այն ժամանակ պարլամենտի անդամների, եւ նրանց որոշումների վրա, ինքը իր կաբինետից որոշումներ էր տալի ՀՀՇ-ի ցրիչներին, Տեր Հուսիկ Քահանան նստած էր իր այն մի մեծ կաբինետում, Ժոկո Վարդանյան Գևորգն էլ նստած էր այն մյուս կաբինետում, այս Վարդանյան Գևորգը էշի ականջում քնա, չնայած 10 տարի մնաց նախարար Սևանի ձկնորսների եւ այլն, Վազգեն Մանուկյանը, որ դուք ասում եք, նա հասկացավ ՀՀՇ-ին, ՀՀՇ-ն ինչ որ քամի չի է, որ այսօր հիմնադրես, հետո ասես, ինչ ես հիմնադրել ու թողնում փախչում, ՀՀՇ-ն իր մեջ քայքայվելու վտանգ ուներ, ժողովրդին հարկավոր էր շեղել, որովհետև նա պիտի երրորդ տարում արդեն վերանար ՀՀՇ-ն, 93 թվականին պիտի քայքայվեր, որովհետև պարզ դարձավ, որ ՀՀՇ-ն ամբողջ կառույցը հակահայկական կառույց է, ոնց պիտի փրկես այդ, հիմա մտածի, ոնց պիտի փրկես, դու պիտի, սա գիտեք ինչի է նման, երբ որ, ասենք մեկը գողություն է անում, հետևից ընկած է ամբոխը, եւ պիտի բռնեն, արդեն բռնելու են, ու բոլորը գոռում են բռնեցեք, ոնց պիտի փրկվի այս մարդը, ասենք Վազգեն Մանուկյանը, ինքն էլ պիտի գոռա բռնեցեք, ու ինքն էլ պիտի վազի, երբ որ ինքը գոռաց բռնեցեք, սաղ հետևից վազողները գիտեն էս էլ է բռնող, եւ ում հետևից են վազում, պիտի շշկռվեն մնան, Վազգեն Մանուկյանը 93 թվին գոռաց բռնեցեք, որովհետև 93 թվի փետրվարին, լավ չեք հիշում, ժողովուրդը արդեն խեղդում էր ՀՀՇ-ին, օպերայի հրապարակում, սևացած կանգնել էին ամբողջ ՀՀՇ-ական Ղարաբաղ կոմիտեն, տո Խաչիկ Ստամբոլցյանով, տո այն Գևորգով, տո բոլորը կանգնած էին, եւ ժողովուրդը ով էր տանում այդ ընդդիմությունը, Պարուր Հայրիկյանն էր տանում, որը ինքն էր վախեցել, որովհետև իրան ոչ էին ասել գնա ՀՀՇ-ին խեղդի, իրան ասել էին վախացրա, բան, ժողովուրդը թող իմանա, որ ընդդիմություն կա, որ ժամանակի վրա խաղացեք, մինչև լրիվ երկիրը հերն անիծեք, հետո կասեք հոպալա ու կասեք վայ, ես ինչ եղավ, Պարուր Հայրիկյանը այդ թատրոնն էր խաղում, ժողովուրդն էլ հավատում էր, եկավ դեմ տվեց խեղդելու ՀՀՇ-ին, 93 թվի փետրվարին, ՀՀՇ-ն, Վազգեն Մանուկյանը, մտածեցին, որ սա տեղ չեն հասնելու, ուրեմն հարկավոր էր մի նոր ընդդիմության ստեղծում, որը լիներ ՀՀՇ-ական լիբերալ գաղափարախոսության, ձեր ասած, մեջ, եւ Վազգեն Մանուկյանը, Աշոտ Մանուչարյանը չի անջատվեց պետականությունից,
որպեսզի ընդդիմություն ստեղծի։ Եվ արդեն 93 թվի, 4 թվի սկզբներին արդեն օպերայի հրապարակում այս երկուսով ընդդիմություն էին խաղում, որ պիտի վարչակարգը տապալվի եւ փոխվի։ Եվ ժողովուրդը հավա չէ, չի հիշում, որ էսի ՀՇ-ի հիմնադիրն ու վարչության պետն է։ Հիմա ուրիշ բան է ասում։ Պիտի կախենք ծառերից, ասում է, իշխանություններին, անունն էլ դրել են իշխանություն։ Ով է այդ իշխանությունը, չես։ Հիմա Վազգեն Մանուկյանը դուրս է եկել, կուսակցությունը բաց է, ուրեմն վերջացավ, ՀՇ-ական չի։ Բայց ինքը ընդդիմություն է սարքել եւ ժողովրդին տարավ իր հետևից։ Արդեն 96 թվին դուք տեսաք, որ Վազգեն Մանուկյանը նախագահի թեկնածու էր։ Եվ պրովոկացիաներով այնպես արեց, ինքը նախագահ չի դառնալու, ինքը տես բան չի ուզեցել երբեք։ Նա պիտի խաղար ընդդիմության գործչի ամենավերջին դերը, հետո պիտի մեջտեղից գնար։ Մինչև 96 թիվը։ 97 թվին պարզ դարձավ արդեն, հայտնաբերեցին Ղարաբաղցիները։ Ես ձեզ ասեմ, պարզ դարձավ, որ խաղ է խաղացվում, ինչ որ ես ասեցի ձեզ, պատմեցի հերթով։ Եվ Վազգեն Մանուկյանին հրեցին դուրս որպես պրովոկատոր։ Եվ նա չերևաց, նա պիտի երևա այսպես, ինչպես լոգարիթմական ֆունկցիայի պոչը, ասես պիտի գնա, զրոյանա, բայց ասիմպտոտները դուք չեք զգա, երբ է զրո դառնալու այդ մարդը։ Նա նույնիսկ պիտի հիմա դռնի նախագահության իր թեկնածուն եւ բռնի վերջի տեղերից մեկը, որպեսզի ասի, հոպալա, ես ընդդիմություն էի, ծածկելու 96 թվականի ընդդիմություն խաղալու ավանտյուրան։ Էսա ճշմարտությունը։ Դրա համար այս գրավորի, որը գրել եք Վազգեն Մանուկյանը զգալով, այդ ամենը հեռացավ, նա դարձավ Ես 1000 կտոր չեմ մլի ձեզի բան բացատրելուց։ Մի քիչ են ձեր միտքը աշխատացրեք։ Եվ ոնց պիտի աշխատացնեք։ Վազգեն Մանուկյանը վաղը դուրս կա հրապարակ սկսի ասել Լևոն Տեր-Պետրոսյանը ուզում են հիմա եկեք իմ հետևից, բոլորդ գնալու եք իր հետևից։ Ես այստեղ բան ու գործ չունեմ, հա, սկսեմ նորից տարիներով հեքիաթներս պատմեմ, անառակ որդու զավակը, որ ինձ ասեք թե, ահա դուք հակասեցիք ձեր առակին։ Բայց ձեր վրա ինչ-որ պարտականություն չկա, դեպքեր իրար մոտ բերելու, հասկանալու, հետազոտելու, Զաուրակինոն ես ցույց չեմ տալիս թե ձեզ։ Դուք պիտի սեփական, անպայման սեփական ձև ունենաք մոտեցումների։ Կարծես թե զայրացած չէ, բայց չէ ոչ։ Սակայն կարդում եմ հայ ժողովրդի քաղաքական պատմության մեջ նրա ազատագրական պայքարին դեռևս ոչ մեկն այնպիսի վնաս չէր հասցրել, ինչպես հասցրեց ՀՀՇ-ն։ Հիմա Վազգեն Մանուկյանը դուրս եկավ ՀՀՇ-ից, ՀՀՇ-ն դարձել է անդեմ մի հատ Ящик ասեմ, արկղ, ասում այն արկղը շատ մեծ վնաս հասցրեց մեզ, ասում ես ով կար այդ արկղի մեջ, ես ինչ պատմություն է, ես ինչ նախադասությունները, շատ մեծ վնաս հասցրեց, այդ դատարկ արկղը, որտեղից Վազգեն Մանուկյանը դուրս եկա, փոխանակ ժողովրդական բացառիկ զարթոնքի եւ համընդհանուր ոգևորության ողջ եռանդն օգտագործելու եւ համախմբելու մեր աշխարհասփյուր քաղաքական ուժերը այն վատնվեց իշխանության գալու համար։ Այս դոկտրինաները իշխանության գալու համար եւ համաժողովրդական այս ոգևորությունը օգտագործելու էներգիան դատարկ խոսքեր են։ Ժողովրդի էներգիան ոչ թե պիտի օգտագործեին, այլ ժողովրդի էներգիան արդեն ՀՀՇ-ն երբ որ անցավ իշխանության հաջորդ օրը եւ Ղարաբաղի հարցը ոտնատակ տրվեց եւ ազատամարտիկների հարցը ոտնատակ տրվեց եւ հողերի եւ ամեն ինչի։ Ինչի մասին է խոսքը։ Ինչ էներգիայի մասին է խոսքը, որ պիտի օգտագործի։ Երբ որ ձեզ ասում եմ թե այդ կազմակերպությունը, որը որ ստեղծվեց 88-ին, իր մեջ նպատակ ուներ իմի բերել, ամփոփել, արչևում սպասվող սովետական միության քանդելուց, հանրապետությունները անկախանալուց հետո Հայաստանի կզեցնելը։ Եվ որպեսզի այդ գործընթացի ժամանակ
ոչ ոք չասեր, «Էս ինչ ես անում»։ Ինքը պետք է ունենար այն կրեդիտները, որպեսզի յուրաքանչյուր հայի ուղեղում այդ միտքը չառաջանար։ Բայց ես նորից եմ ասում, իբարս 93 թվականի փետրվարին արդեն Հայաստանի ժողովուրդը հասկացել էր, բայց Վազգեն Մանուկյանի մանևրը կերավ որպես ընդդիմություն ու գնաց հետևից։ Եվ նա տարավ ժողովրդին մինչև 96 թիվը, հետո լքեց։ 97-ին արդեն նոր ղարաբաղցիները միջամտեցին։ 98-ի հունվարին արդեն Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Ղարաբաղցիները ինչ արեցին։ Թուղթուգիր արեցին, վերբովկա արեցին, կաշառք տվին, վախացրին, չգիտեմ ինչ արեցին, կամ երկու հատ ճիշտ խոսք ասեցին խորովածի սեղանի շուրջը, եւ Վազգեն Սարգսյանի ուղեղը հասկացավ, որ ինչ որ մի բան սխալ է, ինչպես կասեր Վիլյամ Սարոյանը, 100 տարին է նոր ալերանում։ Եվ Վազգեն Սարգսյանը կատարեց այն, ինչ որ դուք տեսաք 2008 թվին պետության ղեկը շրջեց ՀՀՇ-ից հեռու։ Եվ 99 թվի հոկտեմբերի 27-ի դեպքերը կապված են այս երևույթների հետ։ Ոչ թե Քոչարյանը ուզում էր իշխանությունը լրիվ խլեր։ Այսինքն համ ուզում էր բոլոր մարզպետները ինքը լեր, բոլոր միլիցիապետերը ինքը, էլի կա։ Ջուրը իր ձեռը կենտրոնանար եւ տեղեկանքները ինքը եւ օվիրը բա իր ձեռը Մաքսայինը ինքը լեր, սաղ պաշտոնները ինքը լեր։ Դրա համար այ ինքնա իշխանությունը հիմա որ ասում են, ինքնա կրակել մարդկանց վրա։ Հələ տեսեք, կարդացեք, նայեք ինչ են խոսում։ Իրա դեմ ա եղել այդ կռիվը, իր անձի դեմ իբր թե։ Կարծում եմ չեք մոռանա, չէ՞ իմ ասածներս։ Ես հետո ձեզ կպատմեմ ավելի մանրամասնություններ կապված այդ շրջանի գործողությունների հետ, որտեղ ես վկա եմ, չէ՞, հո ես կամ, հո չեմ փախել։ Որտեղ կտեսնեք, թե ինչ մահափորձեր էին անում Վազգեն Մանուկյանը։ Եվ Վազգեն Սարգսյանը այդ ժամանակ երեխա էր ընդամենը 90 թվին։ Այսպես գլուխը էս կողմ են կողմ էր շարժում եւ Պարուր Հայրիկյանի մարդկանց հետ փողոցներում իրար էին ծեծում։ Իսկ Վազգեն Մանուկյանը այդպես չէր։ Վազգեն Մանուկյանը նրան երբեք չշփոթեք նապաստակի հետ։ Ու մեկ էլ Հրանտ Բագրատյանին, չնայած Հրանտ Բագրատյանը չէր տանում ոչինչ, գործիք էր։ Վազգեն Մանուկյանը ուրիշը։ Էնի գիտությունով է չալել էս ամենը։ Եվ ժամանակին փախավ ինչպես կանալիզացիայի առնետը։ Եվ ոչ մեկը չի կարող ասի, դեպքի վայրում եղել է, թե չէ։ Արկղի մեջից դուրս է եկել, ՀՀՇ-ից է դուրս եկել։ Հենց միայն այդքանն էլ բավական է ՀՀՇ-ն Հայաստանի համար անցանկալի քաղաքական ուժ համարելու համար։ Վերջին նախագահական ընտրություններից շատ առաջ ես նրանց կոչել եմ Լևոնի վկաներ։ Ընտրություններից հետո հասկացա, որ ավելի ճիշտ կլինի նրանց կոչել Սիոնի զավակներ։ Տեսեք, մի հատ նամակ եմ կարդում, մի ժամ կռիվ եմ տալիս։ Okay. Հակոբ, Աքսել ջան, քո ասածը շատ խառն էր, հո բանման չի եղել, հարցը տալի, ես կիսում եմ քո այն գաղափարը, որ հարուստները չպիտի օգնեն աղքատներին, իսկ եթե օգնում են, ապա այն պիտի անեն անտեսանելի մարդու նման, կամ էլ մի օտարի դիմակով, ֆանտոմասային կերպով, օրինակ, այստեղ Ամերիկայում կան բազմաթիվ բարձր ուսումնական հաստատություններ, որոնք ունեն այսպես կոչված ընկերական fellowship ծրագրեր, որտեղ արժանի ճակերտների մեջ մասնակիցներին տրվում է հնարավորություն ձեռք բերել գիտելիքներ, փորձեր եւ այլն։ Ամենացածր վճարման, իսկ երբեմն անվճար կարգով։ Նմանօրինակ գործարքում հիշվում են 3 էություններ։ Առաջին, հետաքրքիր է, բարձր ուսումնական հաստատությունը
երկրորդ գրանտի կամ հիմնադրամի հովանավորը, երրորդ արժանի ուսանողը։ Ըստ վերը նշված կարգի ճակերտավոր առաջին ձևանում է որպես շատ հեղինակավոր մի հաստատություն, առաջինը, եւ հայտարարում, որ ուսման դռները բաց են բոլորի առջև, ընդհուպ մինչև նրանց, ովքեր ունեն մտավոր ընդունակություն, սակայն չունեն ֆինանսական հնարավորություններ ստանալու հաստատության ծառայությունը։ Հետևաբար նրանք, ովքեր ֆինանսապես ընդունակ են, պարզ է, հաստատուն ծառայություններ ստանալու համար ծախսում են իրենց անձնական գրպանից, իսկ նրանք, ովքեր աղքատ են, սակայն արժանի երկրորդի կողմից սահմանված չափանիշներին հնարավորություն են ստանում ձեռք բերել ընկերական օգնությունը եւ դառնալ համալսարանի ուսանող։ Երրորդը, ընդունելով սահմանված չափանիշի գաղափարները, անցնում է առաջ, ընդունում է առջև դրված հանգամանքներն ու այդպես շարունակ գնում է առաջ մինչև վերջ։ Հարցն այն չէ, թե ով է հովանավորում ուսանողին, այլ այն, թե ինչ է դրվում ուսանողի ընտրության այգում։ Եվ Աստված մի արած է, եթե այդ ուսանողը լինի ստրուկ եւ իրականում գիտակցությունից զուրկ, ապա նա չի տա բնական պտուղ, այլ կծնի պատվաստված մի նոր տեսակ, որը չի համապատասխանի իր հոր կամ պապենական ծառի պտղին։ Կարծում եմ, որ Ծառուկյանն առ այսօր չի շեղվել հայկական արժեքների պահպանողական գաղափարներից, եւ եթե նա հովանավորում է մեր ուսանող սերնդին, ապա այն կտա նույնական գաղափարախոսության զարգացում եւ արդյունք։ Սա էլ պատասխանել է Աքսելին։ Ինձ կարծես ոչ մի բան չի թողնված, որ ես էլ պատասխանեմ, բայց ես մի այսպիսի բան կկարդամ ձեզ, որը այսօրվա լրատվությունից եմ վերցրել։ Դուք հիշում եք Ռուբեն Վարդանյանի մասին, այսինքն որտեղից պետք է հիշեք, չգիտեմ որտեղ եմ ասել, ինչ կապակցությամբ եմ ասել։ Ամիսներ առաջ, երևի 6-8, չգիտեմ ինչքան, այս մարդը, որը Ռուսաստանի Տրոյկա դիալոգ ընկերության տեր տնօրեն եւ այլն է, Թուրքիայում աճուրդի համված նավթարդյունաբերական կոմպլեքսի Թուրքիայի, որը 2 միլիարդ բան ունի, կարողություն ունի, աճուրդի էր դրվել, թե ով կարող է առնի ես։ Այս Ռուբեն Վարդանյանը աճուրդի ժամանակ հաղթող էր հանդիսացել։ Այսինքն ինքը դրել էր ամբողջ այդ company բաժնետիրական կապիտալի 51%-ը առնելու հարցը եւ վճարել էր, փակել էր նույնիսկ հաշիվը 4 միլիարդ, թիվեր եմ ասում է, հələ մի հատ նայեք, Հայաստանի բյուջեն, Սերժ Սարգսյանը ասում է մենք շուտով եկող տարի կամ մյուս տարի 2-4 միլիարդի կհասցնենք, բոլորը ծիծաղում են, ծաղրում են, ասում են հա, հələ դրամ տես, մեր եւ այլն, բայց Ռուբեն Վարդանյանը մի հատ հայ տղա է, 39 տարեկան էր այդ ժամանակ, հիմա 40 է, 68 թվի ծնված, 4 միլիարդ 50 միլիոն դոլարով բիթ արեց այդ բանը առնելու։ Դե դուք գնացեք, ասեց, խողովակներ քաշեք Բաքվից դեպի Ջեյրան, Մեյրան, չգիտեմ ուր։ Ես 4 միլիարդ 50 միլիոն դնում եմ եւ ասում բարև ձեզ։ Այդ բոլորը իմն է։ Քանի որ լիբերալ, ազատական, բուրժուական հարաբերություններ են, մեր հայ տղան 40 տարեկան, 68 թվի ծնված, երեկվա երեխեն։ Արտուր Բաղդասարյանի տարիքին, տեսեք, ինչ սերունդ է գալի։ Եթե 56-57 թվի սերունդը, որը բեյը ասում է, դրանք Հայաստանը քանդող ուժերի երեխեքն են լինելու, հիմա դրա վրով թռել ենք, գալիս է 68 թվի սերունդը, հետո գալու է 62, 3, 4, 60, 70 թվի։ Ինչ կանի 80 թվի սերունդը մեզ համար հələ անհայտ է, բայց հիմա տեսեք 68 թվի սերունդը Ռուբեն Վարդանյան։ Եվ
ամբողջ աշխարհը կապիտալի մնաց շշմած, թե ես ինչ պատմություն եղավ։ Ադրբեջանի նավթ արդյունաբերո մինիստրությունը, որ կարող էր դա առնել, 4 միլիարդ բիթ արեց, 50 միլիոն ավելացրեց Ռուբեն Վարդայանը, նա քաշվեց։ Այսինքն Ադրբեջանը, որ նավթ, տրուբա, էսկոմենկով սաղիթ ուղեղների մեջ մտածա, չկարողացավ առաջ շարժվել։ Գցեց բռնեց, ասեց հանձնվում են։ Տրոյկա դիալոգ, իջել անունը, Տրոյկա դիալոգ։ Ընկերությունը տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդայանը թերթերը գրեցին, որ իրավունքը առել է Թուրքիա եղած չեղած նավթ արդյունաբերության։ Եվ մեջլիսը խառնվեց իրար։ Կառավարությունը դուք ցեղասպանություն եք խոսում, չէ՞։ Ինչ որ պատմություններ եք խոսում, թե պատմաբանները պետք է հետազոտեն, բայց մտավ տրոյկա դիալոգը, հայ կապիտալիստական հարաբերություններ են, չէ՞, ազատ շուկա է, չէ՞, փողն էլ Ռուսաստանն էլ հրթիռներով կանգնած է, չէ՞, Հայաստանը չի որ փող ուտես ասես չէ։ Ով միջազգային իրավունքով ասում է, ես իմն է։ Վերջը լսեցի, որ այդ աճուրդը cancel են արել, ասել են, չէ, չենք ծախում, բան էս ինչ եղավ, լավ չեղավ, եւ բայց մնաց, որ Ռուբեն Վարդայանը մենակը մի հատ ուրիշ Ծառուկյան, ես էլ ուրիշ Ծառուկյանն է, չէ։ Բիթ արեց։ Ուրեմն մեր քաղաքականությունը, իմ տեսությունները ինչ որ ասում եմ ձեզ, դրանք ռեալ են, ոչ թե սենտիմենտալ պատմություններ են։ Հայաստանի հողից ծնված միլիարդատերը մեր ադամանդյա աշկերն են։ Շուկայական հարաբերությունների լիբերալ գաղափարախոսության առաջամարտիկները։ Նրանք չէ, որ հրապարակում հայ-հույ են գոռում։ Մոռացեք էդի։ Հիմա գնում է մի ուրիշ պատերազմ, ուրիշ տեսակի, ֆինանսական, տնտեսական պատերազմ, ովքեր Հայաստանը ունի զինվորներ այդ ճակատի վրա, ուրեմն Հայաստանը կապրի, եթե չունի, չի կարա ապրի։ Եվ իմ ասածը, որը Աքսելը չէր հասկացել, որ մենք Ծառուկյանի պաշտամունք չենք ստեղծում։ Մենք պարզապես ջրում ենք այդ բոստանը, որտեղ առաջանում են հիվանդ հայրենասեր հայեր, որոնք գիշեր-ցերեկ են կապիտալիստի նման, որ զանգեր տալիս, փոկը լենացնեմ ինչ կլի, տենց են մտածում։ Եվ դրանց պիտի օգնվի։ Ոչ թե նախանձվի, ոչ թե ասենք հարսանիք արել, ինչ հարսանիք արել, Բրազիլիայից բաներա բերե, նվագողներա բերե, մեր երգիչներին էլ, պարողներին, շանտեղ չի դրել, ու մեկ է սկսում են, Ծառուկյանը երգիչներին շանտեղ չի դրել։ Ինչ պիտի անեն, Ծառուկյանի եւ երգիչների արանքը պիտի, հա բավարար, կապիտալիստը նայեք, տեսեք մեր երգիչներին, բայց որ Ծառուկյանը ասի, թե իմ հարսանիքին խի պիտի մեր երգիչները նստեն տանտիրոջ նման սեղանի շուրջը քեֆ անեն, ոչ թե երգեր, խի մենք այդքան աղքատենք, որ իմ երեխեքս պիտի երգեն, հա, իմ ուրախության ժամանակ։ Անենց կասենք այդ կանաչ դեղին բրազիլացիները Պելեն էլ հետը գա մի հատ ստոյկա տա ու գնա, հետո իմանա թե հայնով է։ Այս քաղաքականությունն է գնացել, այս պատմությունը։ Ամբողջ աշխարհը, որ այդ ֆիլմերը նայում են Ծառուկյանի հարսանիքին, հայերն էլ մեջ են, լիքը արտասահման։ Բոլորը ասում են, այ քեզ բան, այ քեզ, ինչ անես, բրավո, ինչին, Հայաստանին են ասում, որ իր մեջ աճացրել է մի հատ այնպես մարդ, որը մեկ էլ այդպես բաներ արել, որտեղ կարող էր անել, որ երկրում հայը կարող էր այդպիսի բան անել, Գրիգորյանը կարող անել, հա, էլ մեկի անունը տվեք, են Մանուկյան Վաչեն կարող անի Անգլիայից, թե էլի Լոս Անջելեսում ինչ-որ անայդ զիբիլչիներ և այլ տեսակի մարդիկ, ով կարար աներ էդ, որ նստել էր թագավորի
բազկաթոռի վրա էր նստել։ Հիմա նրան պիտի քարկոծել, ինչու՞, որովհետեւ ազգային բուրժուազիա է։ Այդ շատ շակերտավոր, վտանգավոր է արտասահմանի համար, որովհետեւ բավար վաղը դուրս գա Ռուբենի նման, այս տղու նման, ու գա Լաս Վեգասը առնի։ Ինչ պետք է անեք։ Հա, մաֆիա պետք է անեք, չէ՞, դանակներով, բաներով, քաչալ գլուխներով ասեն չառնես։ Ինքը չի էլ գա, պարզապես բանկային հաշիվով կասի այդ քաղաքը իմն է։ Դուք էլ իմ ծառաներն եք սերվիզի։ Ինչ պետք է անեք։ Բա որը տենց եղավ։ Դե խառնվեք իրար։ Տվեք առեք։ Բա որ Ծառուկյանը միացավ Ռուբեն Վարդանյանի հետ։ Հետո Կալուգայի Գագոն միացավ նրան։ Մի միլիարդ հատերել են նա։ Աբրահամյանը մեջտեղ եկավ։ Ինչ եք անելու։ Արդեն ոչ թե ես մի զինվոր էի ուզում, այլ ստացվեց մանթաշովների վաշտը, որը ժողովրդին ասում է դուք գնացեք ձեր տունը նստեք հանգիստ, հələ դարդի մարդի խաղացեք, հեսա կտեսնեք մենք ինչ ենք անում։ Դուք չգաք կռվի։ Ինչ պետք է գաք, ինչ անեք։ Ուռագոռակ, դրոշակներ, անկախություն, պետք չի, փոխված է տակտիկան հիմա։ Ռուբեն Վարդանյան, կարդում եմ տեսնենք ով է այս երիտասարդը, որի մասին ես այսքան տեղ հատկացրի ձեր զրույցներից կապված։ Ռուբեն Վարդանյանի հետ հարցազրույց Ազատ Արցախն է գրել, գնացեք կարդացեք, մարտի 11, այսօր 11-ը չի։ Ռուբեն Վարդանյանը Տրոյկա դիալոգ ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է։ Ընկերությունը ստեղծվել է, լավ լսեք, 1991 թվականին։ Շրջանառությունը 2007 թվին կազմել է 190 միլիարդ դոլար։ Դե գնացեք։ Կառավարական ակտիվները 4.5 միլիարդ, կառավարման ակտիվները 4.5 միլիարդ դոլար։ Այդ թվում 1.5 միլիարդ դոլար փայատիրական հիմնադրամներն են։ 2007 թվին ֆինանսական տարեվերջի ակտիվները կազմել են 3.4 միլիարդ դոլար, մաքուր շահույթը 200 միլիոն դոլար։ Խմբի տերերը ավելի քան 70 մենեջերներ են, 70 հոգի։ Ռուբեն Վարդանյանը գլխավորում է այդ 70-ին, որի բաժինը 65%-ն է։ Նա ընկերությունը ղեկավարում է 23 տարեկանից։ Դուք հələ մենք հələ սովորում ենք, հա, հուռա, առաջ, սառակ, մարանք, 23 տարեկան տղան 91 թվին։ Արդեն դրել է ոտքը։ Ռուբեն Կարլենի Վարդանյանը ծնվել է 1968 թվականի մայիսի 25-ին։ Մայիսի 25-ը գոնե հիշեք, որ երբ որ կասեք, վայ, այս ինչ մարդու հետ ծանոթացրեց Ստեփանը, մի հատ ինտերնետով գտեք, որտեղ է ինչ է այդ Տրոյկա գրուպը, դիալոգա ինչ է, ասեք, հարգելի Ռուբեն Վարդանյան, շնորհավորում ենք ձեր 40-ամյակը մայիսի 25-ին, իմ փոխարենել։ Երևանում, Երևանցի տղա է։ Նա համարվում է Ռուսաստանի արժեթղթերի շուկայի վրա գործնական ազդեցություն ունեցող առանցքային ֆիգուրներից մեկը։ Նա Ռուսաստանի արդյունաբերողների և գործարանների միության կառավարման բյուրոյի անդամ է, միության կոոպերատիվ կառավարման գծով կոմիտեի ղեկավարը։ 2006 թվականից պարոն Վարդանյանը տնօրենների խորհրդի անդամ է և ԱԿ Բարս բանկի ռազմավարական գծով կոմիտեի նախագահը։ 2005 թվականի հուլիսից Գրաժդանսկե Սամալյոտե Սուխովը փակ բաժնետիրական ընկերություն տնօրենների խորհրդի նախագահն է։ 2005 թվականի հունիսից մտնում է Նովատեկ ընկերության տնօրենների խորհրդի կազմի մեջ
2002 թվականից մինչև 2005 թվականը հուլիսը եղել է Ռասգորստրախ բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենը։ Ամերիկյան առևտրային պալատի կողմից ճանաչվել է տարվա գործարար, Ռուսաստանում գործարարության զարգացման գործում ունեցած ներդրումների և մասնագիտական էթիկայի բարձր չափանիշներին հետևելու համար։ 2003 թվականի մարտ ազգային մրցանակի դափնեկիր։ 2001 թվականին մտել է Ֆորչուն ամսագիր։ Ամսագրի նոր սերնդի 25 ծագող աստղեր հեղինակավոր ցուցակը։ Համաշխարհային տնտեսական համաժողովը Ռուբեն Վարդանյանին ընդգրկել է ապագայի միջազգային 100 առաջնորդների ցուցակում։ Ես գիտեք չէ ինչ է նշանակում։ Գլոբալիզացիա, մանուֆակտուրիզացիա, բայց 100 առաջավոր ղեկավարների մեջի ցանկի մեջ է երևանցի Ռուբեն Վարդանյանը։ Մոսկվայի Սոկոլկովո կառավարման դպրոցի նախագահն է, Young Presidents Organization ռուսական բաժանմունքի անդամ, Ռուսաստանի տնտեսական դպրոցի տնօրենների խորհրդի անդամ, ABO կրթական միջազգային կազմակերպության կից հիմնադրամային խորհրդի անդամ, Ռուսաստանի Դաշնության նախագահային կից, ազգային առաջնահերթ նախագծերի և ժողովրդագրական քաղաքականության իրականացման գծով փորձագիտական խորհրդի անդամ։ Այստեղ ոմն մեկը շոկի մեջ է ընկել գործարարի ձեր հաջողություններից, հարց է տրվում իրեն, ով 23 տարեկանում ստեղծել է Տրոյկա դիալոգ ընկերությունը։ Դուք որքանով եք հավատում գործարարների բիզնեսմեն Safe Made-ի գոյությանը, ով է եղել ձեր ուսուցիչը այն խառը տարիներին և ով է ձեզ փող տվել, հարց է տրվում իրեն։ Պատասխանում է, պետք է ասել, որ ընկերությունը ես չեմ ստեղծել, այլ ինձ աշխատանքի ընդունել ռուսական ծագումով ամերիկացի Պյոտր Դերբին, որը Ռուսաստան էր եկել 90-ական թվականներին և ղեկավարում էր Դիալոգ բանկը։ Ես ձեզ հիշեցի, որ ասեցի, թե ինչպես էր կապիտալը Ռուսաստան մտնում։ Աբրահամովիչի վրա բացատրեցի, մնացածների վրա։ Տեսեք, ժամանակը համընկնում է։ 91 թվին Տրոյկա դիալոգի առել է և դրել է բանը, Դելբին։ Եվ այդ գումարը եղել է ընդամենը 1991 թվականի Տրոյկա դիալոգի ընկերությունը ներդրել է $35,000 ընդամենը։ Բայց 91 թվին հիշում եք ինչ արժեր մի դոլարը սովետական փողով, 4500 ռուբլի, ու ոչ մեկի ձեռը փող չկար։ $35,000 հետի գնա քեզ գալիս եմ, ինչ գումար է եղել, բայց այդքան դոլարի համարժեք ռուբլի։ Եվ շատ տարիներ նա եղել է ընկերության հիմնական բաժնետերն ու ղեկավարը։ 1994 թվին իմ աշխատանքի դիմաց ես իրավունք ունեի գնել արժեթղթերի ոչ մեծ փաթեթ 15%-ը, և միայն 2002 թվին իմ և ընկերության մենեջերների կողմից արվեց դասական management buyout Մոսկվայի բանկի հանդեպ, որը 1997 թվի ընկերության հիմնադիր Պյոտր Դերբից գնել են ընկերության արժեթղթերի հիմնական փաթեթը, այնպես որ ընկերության լիարժեք սեփականատեր դարձել եմ միայն 2004 թվականին, բոլոր վճարումներն անելուց հետո։ Ահա քեզի պայքարի մի ճանապարհ, որտեղ հայ Ռուբեն Վարդանյանը 91 թվից, դուք տեսակ ինչ է կատարվել, հանկարծ 94 թվին խափ է անում ես ամբողջ դիալոգ ընկերությունը։ Հիմա հասկանալի է հայը ինչի է ընդունակ։ Ինչ հուսահատության մասին է խոսքը։ Միայն սովորել, զարգանալ, հասկանալ, մտածել և ոչ մի արգելք չկա։ Թող գան հիմնադրեն ինչ ուզում են։
Ռուբեն Վարդանյանները քանի հատ ունենաս 10 տարի է պետ ջահել 23 տարեկան տղան 2004 թվին արդեն իմնա 65%-ով, այսինքն սա բաժնատիրերը Իրանն է։ Հարց է տրվում, տրոյկան որքան կվաստակի 3 տարի հետո։ 2010 թվականին տրոյկան հնարավորություն կունենա տարեկան վաստակել ավելի քան $1 միլիարդ։ Ձեր գործընկերներից ով է ավելի նշանակալի հետ ցողել ձեր կյանքում։ Հարց։ Նշենք այն մարդկանց անունները, որոնք օրինակելի են ձեզ համար։ Հատկապես ինչով եք հպարտանում։ Տրոյկայում դուք ներդրել եք գործընկերության մոդել։ Ձեր կարծիքով ինչու այդ մոդելը չի աշխատում ռուսական մույս ընկերություններում, որքան ես գիտեմ, ղեկավարների մեծ մասն իրեն թույլ չի տալիս անգամ մտածել նման համագործակցության մասին, ինչ եք կարծում, որոնք են սահմանափակումները։ Պատասխանում է Ռուբեն Վարդանը. կյանքում իմ բախտը շատ է բերել։ Երախտապարտ եմ ճակատագրիս, որ ինձ կապել է խելացի տաղանդավոր մարդկանց հետ, որոնց մեծ մասը զգալիորեն մեծ էր ինձնից։ Այնպես է ստացվել, որ ես 23 տարեկանում սկսել եմ ղեկավարել ընկերությունը, արագ ցատկելով կարիերային սանդուղքի բազմաթիվ աստիճաններով։ Տրոյկայի հաջողության կարևոր գործոններից մեկն այն է, որ ես շատ բան եմ սովորել իմ գործընկերներից։ Դա նախևառաջ Բեռնարդ Սատչերն է, որն ինձ հետ միասին 1993-ից մինչև 2001 թվականը կառուցել է ընկերությունը։ Դա Պյոտր Դերբինն է, որը գրել է ընկերության հիմքերը, դրել է։ Դրանք Ռոն Ֆիրմանը և Նիկի Օբերմայերն են, որոնք իմ մի քանի տարվա խորհրդատուներն են, դրանք իմ գործընկերներ Պավել Ծեպլյուխինն է, որն ինձ բերել է տրոյկա, ծանոթացնել Պյոտր Դերբիի հետ, Ժակ Դեր Մեղերդեչյանը, սա Մկրտիչյան պիտի լինի երևի, դարելա Մեղերդեչյան, Ժակ Դեր Մեղերդիչյան, հայա, չգիտեմ ով է, որը գլխավորում է ընկերության ԱԺ-թղթային դեպարտամենտը և PTS-ի տնօրենները, խորհրդի նախագահն է և իմ շատ ու շատ գործընկերները, որոնց ես երկար կարող եմ թվարկել, ինձ համար շատ բան են արել և մարդիկ, որոնք տրոյկայում չէին աշխատում, բայց օգնել են ինձ և իհարկե իմ ծնողները, իհարկե պետք է ասել, որ Ռուբեն Վարդանի ծնողները մեծ ներդրումներ ունեն, շատ մեծ, չենք ճանաչում ովքեր են, բայց որ 23 տարեկան այդպես կարող է թռչել առաջ, իր հետևում թողնելով ամեն ինչ, դա նշանակում է ծնողների դաստիարակության արդյունք։ Այդ առումով ես շատ հարուստ մարդ եմ, իմ շրջապատում բազմաթիվ են մարդիկ, այսինքն մարդիկ շրջապատում ունենալու առիթով է ասում ես շատ հարուստ մարդ եմ, որոնք օգնել են ինձ գործընկերության մասին։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ կառավարման հիմնական մոդելը ուղղահայաց, վարչական, բյուզանդական է, կա թագավոր, կան վեզիրներ, կան ֆեոդալներ, մեծ ու փոքր, այդ համակարգը բավականին կոշտ է կառուցված, և դա այնքան էլ լավ չէ, մենք Չինաստանը չենք, կա հստակ հիերարխիա, առանձին վերելակ, առանձին կայանատեղի, առանձին ճաշարան, տարբեր չափսի աշխատասենյակներ և դրանով ներծծված մեր հասարակությունը ամենավերևից մինչև ամենաներքևը։ Այդ մոդելի մեջ հարմար է ապրել բոլորի համար, ինչպես պետերի, այնպես էլ ենթակաների, որտեղ ոչ թե ենթական, այլ ղեկավարն է ընդունել անպատասխանատու որոշում։ Երկրորդ, մեր շատ հետաքրքիր է, բայց խելոք տղա է։ Երկրում մարդկային պաշարը, մարդկային կյանքն ամենաէժան ապրանքն է և դրա համար ուրիշների, ինչպես ինքդ քո հանդեպ, վերաբերմունքը շատ ցածր մակարդակի վրա է։ Երրորդ, մենք բոլորս ապրում ենք ներկա օրով և պետությունը և մեզանից յուրաքանչյուրը կազմում է կարճաժամկետ ծրագրեր անորոշության պատճառով։ Եվ չորրորդ, մեզ մոտ իրավունքը անգլո-սաքսոնական չէ և գործընկերության հասկացությունն ինքն այնքան էլ չի հենվում մեր իրավական և օրենսդրական համակարգի վրա։ Գործընկերության մոդելի համար պահանջվում են մի քանի խիստ կարևոր հանգամանքներ։ Նախ, գործընկերությունը ոչ միայն սեփականության
մասնակի տնօրինումն է, այլև որոշումների ընդունման գործընթաց, որոնց հիմքում ընկած է կոլեգիալությունը։ Երկրորդ, պատասխանատվության բաժանումը եւ հարգանքը գործընկերների հանդեպ, հանդուրժողականությունը տարբեր տեսակետների նկատմամբ։ Եվ երրորդ, գործընկերությունը ենթադրում է ինչ որ մի բանի գործարարության երկարաժամկետ կառուցում։ Դա նշանակում է, որ մարդիկ պետք է հավատան նրան, ինչ անում են ավելի հուսալի եւ ավելի արդյունավետ, քան պարզապես շահույթ ստանալն է։ Ես գտնում եմ, որ Ռուսաստանի հետագա զարգացման աշխարհում նրա հաջողության համար շատ կարևոր է, որպեսզի կառավարման տարբեր մոդելներ հաջողված լինեն մեր երկրում։ Չկա կառավարման իդեալական մոդել եւ շատ բան կախված է անհատից, միջավայրից, պայմաններից եւ լուծվող խնդիրներից, բայց ավելի կարևոր է, որպեսզի գոյություն ունենան կառավարման բոլոր մոդելները եւ մենք կարողանանք առանց ցավի անցնել մի համակարգից մյուսը։ Ես կարծում եմ, որ ԽՍՀՄ-ի փլուզման պատճառներից մեկն այն է, որ ի տարբերություն ԱՄՆ-ի կապիտալիստական համակարգի, մենք ոչ ճկուն եւ անկարող էինք հարմարվելու նոր պայմաններին եւ հիմնախնդիրներին։ Հետ գրություն, պիեսա գրված։ Չգիտեմ դուք ինչպես, բայց ինձ համար ցավալի է, որ այդքան հաջողակ մեր հայրենակից Ռ. Վարդանյանն անտարբեր է հայկական Արցախ կոչվող մարզի հանդեպ։ Կետկետա դված, կարծում եմ, մեղքը ոչ թե նրա, այլ մեր մեղմ ասած անփութության, թափթփվածության մեջ է, մեր վանող թափթփվածության մեջ, թափթփվածություն այն հասարակության ինքնակազմակերպման գործում, որտեղ մենք ապրում ենք։ Այսպես էի գրել 1 տարի առաջ, այս հոդվածագիրն է ասում, որ այսպես գրել է Ռուբեն Վարդանյանի մասին։ Բայց փառք Աստծո, մեզ մոտ սկսել են ինչ-որ բան փոխվել նաև նախագահի նախաձեռնության Լևոն Հայրապետյանի ջանքերի շնորհիվ։ Ռուբեն Վարդյանը այդ գերզբաղված մարդը ժամանակ գտավ ուշադրություն հատկացնել Արցախին եւ նրա տնտեսական հիմնախնդիրներին։ Ափսոս միայն, որ նա մոտ եւս 2 ժամ չգտնվեց հանդիպելու տնտեսության եւ ֆինանսների ոլորտում զբաղված մարդկանց, հատկապես երիտասարդ կադրերի եւ ուսանողների, որոնք անտարբեր չեն մեր ընտրած ճանապարհի նկատմամբ։ Եվ նաեւ Վարդանյանի այցը լուսաբանելու համար հեռուստատեսությունը զուգահեռ միթե չարժեր հրավիրել նաեւ Արցախի կենտրոնական թերթին, հատկապես որ 1 տարի առաջ գրված վերոհիշյալ տողերի հեղինակն այսօր Ազատ Արցախի խմբագիրն է։ Ուրիշ ինչ ասես, պարզապես դեռ դուրս չենք եկել ինքնակազմակերպման այն վիճակից, որ ես անվանում եմ թափթփվածություն։ Ահա թե այսօրվա մեր խոսակցությունը, որը սկսվեց ակցելի հարուստների մասին բանից, վերջացավ նրանով, որ Ռուբեն Վարդանյան գկա Երևան, կգնա Արցախ, կգնա հանդիպի, բան, սա համարում է հոդվածագիրը, սա Ազատ Արցախն է գրել։ Ինքնա կազմակերպվածությունից զրկություն եւ թափթփվածություն, որտեղ մեր ազգային արժեքներին մենք այսօր կենթանի արժեքներին նշանակություն չենք տալիս, բայց գնում ենք ֆանտազիաների հետևից, երազների, ստերի, ավանտյուրիստների հետևից։ Եվ այս ձևը, եւ դա արձագանք է նամակը, որ ես կարդացի, որտեղ ասում էր, ախր այդպես ոնց կլինի, բարեգործ, հարուստ, մարուստ, ինչ կլինի։ Երկրում, երկրագնդի վրա տիրում է անարխիայի թագավորությունը, բայց օրենքով։ Եթե օրենք չլիներ այդ քաոսի մեջ, ապա միանգամից ամեն ինչ կփլուզվեր։ Ուրեմն նրանք, որոնք որ հասկանում են իրադրությունը, խոսքը վերաբերում է մեր հայերի մասին է խոսքը, պիտի հասկանան, որ օրենքով պիտի մտնեն այդ ճակատամարտի մեջ եւ հասնեն այնպիսի բարձրությունների վրա, որ նրանց այցելի հայկական հիվանդությունը, որ այնտեղ հայրենիք կա, մարդիկ կան, գառնի, գեղարդ կա եւ այլն։ Եվ այսօր մեզ պարտադրված արտագաղթը, հայրենիքի լքումը, չէ՞ որ այս մարդը ոնց գնաց Մոսկվայում 23 տարեկան ու ինչով ոնց գնաց։ Որովհետև
Դրությունը պահանջում էր, որ պիտի գնա։ Եվ այդպիսիները շատ կան, Գերմանիայում, Ֆրանսիա, Բելգիա, ամբողջ աշխարհով ցվրված է հայ ժողովրդի։ Այս սերունդը, որը որ պիտի հրաշքներ գործի։ Մենք ուրիշ փրկություն չունենք։ Ես այս հեռուստատեսությունը, որ վարում եմ, պարզապես նրանք, որոնք հայասիրության նախաշեմին են եւ կասկածում են, թե իրենք սիրում են հայերին, Հայաստանը, հայրենիքը, թե չէ, ես պարզապես հրում եմ նրանց մեջքից, որ չկասկածեք։ Ձեր ճանապարհը այդպիսին է։ Ինչքան գնաք առաջ, բայց ուղեղների մեջ կաթացնում եմ ձեր, թունավորում եմ բառիս բուն իմաստով, որ դառնեք աշխարհի հարուստները։ Բայց իմացեք, որ ես էլ ձեր նկատմամբ պրոպագանդա եմ անում, այսինքն ձեր գիտակցության մեջ եմ մտնում, որ ձեր կյանքը դատարկ կլինի, անիմաստ, ընդհանրապես ոչ մի համ ու հոտ չեք առնի ձեր կյանքից, եթե հանկարծ չլսեք ինձ եւ չկանգնեք այն վաշտի, հետագայում գնդի, հետագայում դիվիզիայի մեջ, որը պիտի կոչվի Մանթաշովի դիվիզիա, որ դուք պարտավոր եք ուրիշ ժողովուրդների հաշվին, ձեր ուրիշ ժողովուրդների հաշվին, հենց այդպես, դուք ուրիշ բան չհամարեք, ձեր տուրքը տալ հայ ժողովրդի այն հատվածին, որը հայրենիքում է ապրում, որովհետև դա ձեր շնորհքը չի, այլ այն գեների շնորհքն է, որի կրողներն են այդ ժողովուրդը, որոնք երեխա պիտի ծնեն, էլի նորանոր զինվորներ տնտեսական ճակատի վրա, համաշխարհային մասշտաբով։ Սրանով թույլ տվեք ավարտել, կհանդիպենք վաղը, ստեսություն դες։